բացելու համար այսօր եք դիմել, դրա համար ենք հարցնում։ Օրենքը նախատեսում էր կոնկրետ ժամկետում դիմել ենք։ Ով է ձեր վարչապետի տեխնացում։ Մեր վարչապետի տեխնացում պարոն Ղուկասյանը հրապարակային հայտարարել ենք։ Ցուցակոպանի անձից է բաղկացած ձեր տեխնացումը։ 90+։ Եվ ինչ ակնկալիքներ ունեք, ձեր շանսերը ինչպես է գնահատում։ Դրա հետ կապված մենք նախկինում բարձրաձայնել ենք, մեր նպատակը նա չի, որ տեղերը վերցնենք, մեր նպատակը նա է, որպեսզի օրենքի դիկտատորիայի ուժով ստեղծենք արժանապատիվ Հայաստան եւ արժանապատիվ քաղաքացի։ Նաեւ մենք կողքը նաեւ պարոն Վարդանյանն է, եթե այլ լրացուցիչ հարցեր կա, խնդրեմ։ Համահայկական ճակատ կուսակցության նախագահ։ Այս մի հարց է հետաքրքիր իրողություն։ Եթե օրինակ անցնեք խորհրդարան, ձեր վարչապետի տեխնացում Արտակ Ղուկասյանը գալու է Հայաստան, ինչպես է լինելու եք փուլը արդեն որ անցնեք։ Դրա մասին բարձրաձայնվել է պարոն Ղուկասյանը իրավունքի ուժով, իրավունք ունի ընդգրկվելու պատգամավորների ցուցակում, ինչը որ արվել է, եւ իրավունքի ուժով կարող լինել վարչապետ։ Ավելի մանրամասն ասեմ, Հայաստանում նման նախադեպերը բազմաթիվ են եղել, ինչպես երկրորդ նախագահի դեպքում, այնպես չորրորդ նախագահի դեպքում պարոն Սարգսյանի։ Տերես այսքան։ Պարոն Բաղդասարյան, եթե իհարկե գաղտնիք չէ, գոնե առաջին Ես պայք դժվարանում չի, որովհետև ցուցակցել քիչ չի։ Առաջի համար ես ներկայացրեցի։ Մենք հրապարակ ենք Դրա մասին եւս հայտարարել ենք, մենք կարծում ենք, վստահ ենք եւ իմպերատիվ արձանագրում ենք, որ բացառապես միասնական ուժերով է հնարավոր ստեղծել արժանապատիվ Հայաստան, վերապահում ենք նախկինների եւ ներկաների։ Ինչի նախկինների եւ ներկաների, որովհետեւ քանի վերջիններս չեն գիտակցել իրենց մեղքը հրապարակային չեն բարձրաձայնել, չեն ապաշխարել եւ օրենքի սահմանված կարգով չեն պատասխանատվության ենթարկվել, լավ իմաստով եմ ասում, մենք նրանց